Այդով քայլում ես, մեկ էլ հետևիցդ մոտո է գալիս։ Ժողովուրդ, հնդիկներից չէիք կարում մի հատ նորմալ բան սովորեիք։ Մի հատ հարմար տեղավորվեմ, որ կարողանամ ասելիքս ասել։ Այգում աշխատանքներ է կատարվում, որտեղ որ ես գտնվում եմ այդ այգում։ Լավ է, որ աշխատում են, գործ են անում, խոտերը հնձում են եւ այլն։ Բայց մի հատ բողոք կա, որը երևի, այստեղ նստեմ, որը երևի բոլոր տատիկ պապիկների, ինչու՞ չէ նաեւ երիտասարդների սրտից է, որը ես հիմա պիտի ասեմ։ Հարգելի կառավարություն, այս բանկային համակարգը, որ սենց ձևափոխել եք, տերմինալներից բանկային քարտերին գումար փոխանցելուց պիտի անպայման ինչ-որ նույնականացում անցնել, ինչ-որ հավելվածով QR կոդով հաստատել եւ այլն։ Դուք հասկանում եմ, ամեն ինչ պետքա վերահսկվի, օքեյ, ես դրան կողմ եմ, բայց դուք մտածել եք մեր տատիկ պապիկները ոնց են այդ գլխացավանքը ամեն անգամ ջահելներին դիմելու, որ հասկանում եք, անիմաստ մարդկանց նեղություն տալու։ Այսօր ես օրինակ Վայլբրիսից պիտի ապրանք վերցնեի, սա խանութին խառնեցի իրար, որ այդ խանութում որտեղ որ ես մուծում արեցի, թերսելով, տերմինալով, սա խանութին խառնեցի իրար, որ գան հասկանամ ոնց պիտի մուծեմ, զահլաչուն եմ կոպիտ ասած, այսպես բաներից։ Ես պատկերացնում եմ տատիկ պապիկները ոնց են անելու, ինչ են անելու, որ խայտարակություն է ահավոր ձևի։ Բացի դա, մոտենում ես բանկ հենց այս հարցերով, ընդհանրապես հավելվածի հարցերով, կոնկրետ չեմ ասի, որ բանկը ընդհանրապես մոտենում ես բանկ, ինչ որ հավելվածի խնդիր է, աշխատողները քեզ ցրում են, կոպիտ ասած, ու չեն հասկանում ինչ ես ուզում։ Ժողովուրդ, հարգելի կառավարություն, ընդհանրապես բոլոր քաղաքակիրթ երկրներում ամեն ինչ արվում է, որ մարդու կյանքը հեշտացվի, ոչ թե հակառակը։ Ինչի համար եք բարդացնում մեր առանց էդ էլ բարդ կյանքը։